Հիմա Ռուսաստանում այս ժանրը, կոմեդիստները, կոմեդիանտները եւ շոու բիզնեսը ընդհանրապես երկիչ երաժիշտներ բան, ինչպես գիտեք, 3 խմբի է բաժանված, շատ վաղուց մի խումբը նրանք են, ովքեր դատապարտեցին ու ստիպված թողեցին փախան Ռուսաստանից կամ փախան հետո սկսեցին դատապարտել, որտեվ կբռնեին, տանեին Նավալնու օրը կգցեին, հա։ Մյուս մասը ցեն չի հանում, չի երևում, չի նկարվում, չի երգում, ելույթ չի ունենում։ Երրորդ խումբը նրանք էին, որոնք գցեցին, բռնեցին, որ չէ, դե իրանք ահագին ամագ ունեն, տանջվել են, լիքը փող են տրել, ներդրումներ են արել, այդ ամբողջը թողնեն գնան արտասահմանում, ինչ անեն, արտասահման գնացողների մեջ ահագին հետաքրքիր մարդիկ կային, սկսած բանով, այն ինչ է, Ալլա Պուգաչովան է, Գալկինն է, մյուսը, կա մի ամբողջ խումբ կա, որոնք թողեցին հեռացան։ Հենց պատերազմի բերումով, ոչ թե պարզապես գնացել էին, շփոթվեցին, մնացին։ Ասենք Նևզորովը, որպես հասարակական գործիչ, հրապարակախոս ավելի ճիշտ, այդ պահին 4 տարի առաջ փետրվարի վերջերին գտնվում էր արտասահմանում, նույնիսկ առաջին հաղորդումների ժամանակ փետրվարի վերջին, 24-ից հետո ասում էր, որ պետք է վերադառնա, ամենայն հավանականությամբ կվերադառնա, բայց հետո ինքն էլ հասկացավ, թե միամիտ մարդ չէ, որ վերադառնալը կարող է չափազանց թանկ նստել իր վրա, որտեվ ոչնչի առաջ կանգ չի առնում բանը։ Վալոդիկը սուս մնացողների մեջ է բանը, իհարկե Պոզները, ծպտուն չի անում, էլի, հա, 4 տարի ծերունի Պոզները ոչինչ չի արտահայտվում։ Ռուսլան Բելին մի առիթով քեշ կբավ, էլի, Պոզներին, թե ասում են, միշտ հարգել ենք այդ մարդուն փամման, հա, ասում է, սպասում էինք, թե մի խոսք կասի, էլի, պատերազմի Ուկրաինայի դեմ հարձակման կապակցությամբ, ասում է, ցեն չհանեց ու շատ կարևոր հարց է տալիս, էլի։ Ասում է 90 տարեկան ես, անուշ ախպեր, դու ինչից ես վախենում, էլի։ Խոսք չունես ասելու, կարծիք չունես ընդհանրապես ասելու։ Այսինքն ամբողջ գիտակցական կյանքում հասարակական գործունեություն, քննադատական ինտոնացիա, անկախություն, լավից վատից էլի, հա, անձնական անկախության դրսևորումներ ունեցած մարդը այս անաստված պատերազմի մասին ոչինչ չի արտահայտվում։ Ինչ հաշիվ է։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։